Երկար ժամանակ է, ինչ մեր գործընկերներով հիմնականում, ովքեր ամենօրյա մասնակցություն են ունենում եւ իրավապահ մարմինների հետ կապված փաստաբանական գործունեությանը եւ դատական համակարգում, դատական նիստերի եւ դատավարական այլ գործողությունների ընթացքում, ինչը մեզ բերեց նրան, որ երկրում ամբողջությամբ տիրում է իրավական քաոս, ողջ իրավապահ համակարգում, ինչը ցավոք սրտի իր ազդեցությունն է ուղղակիորեն ունենում նաեւ դատական իշխանության վրա։ Ամփոփեցինք մեր մտորումները, մեր պատկերացումները, մեր հնարավոր անելիքները եւ ներուժը, ինչի արդյունքում բավականին դժվար որոշում կայացրեցինք մեր հանգիստ կյանքը փակելու եւ նոր ավելի լուրջ եւ մեծ պատասխանատվություն ստանձնելու հարցում։ Կուսակցությունը ունի գրեթե 130 անդամ այս պահին, որոնց մի մասը եւ առաջիկայում կլինեն բավականին մեծ համալրումներ հենց իրավաբաններից եւ փաստաբաններից։ Մեր թիմը համալրվում է նաև քաղաքագետներով, հաշվապաներով, ֆինանսիստներով, մաթեմատիկոսներով, փորձում ենք ստանալ պրոֆեսիոնալ թիմ, որպեսզի այս օրհասական պահին կարողանանք ամբողջությամբ մեր ներուժն օգտագործել հնարավորության դեպքում պետության, պետականության կայացման գործում։ Արտախորհրդարանական ուժերի հետ այս պահին էլ իրականացվում են հանդիպումներ, քաղաքական խորհրդակցություններ, վաղը եւս ունենք որոշակի քաղաքական խորհրդակցություններ արտախորհրդարանական ուժերի հետ եւ ի վերջո եկող շաբաթվա սկզբին մեր վերջնական որոշումը խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափի մասով պաշտոնապես կհայտարարենք։ Մեր համար որպես իրավաբանների, փաստաբանների շատ կարևոր թիվ 1 կետով անցնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումը, իրավական պետության ամբողջական իմաստով պահպանումը եւ կերտումը, ժողովրդավարական արժեքների բարձրացումը, մեր համար նաեւ շատ կարեւոր է, որպեսզի կախված իշխանություններից օրենքների կայունությունը պահպանվի, այլ ոչ թե ամեն հաջորդ իշխանություն օրենքը ենթարկի այնպիսի փոփոխության, որը հնարավորություն կտա այդ թվում նաեւ քաղաքական հետապնդումներ իրականացնել նախորդների նկատմամբ։ Մենք ուզում ենք շեշտը դնենք հիմնականում մեր կարծիքով պետության ողնաշար հանդիսացող դատական համակարգի ամբողջական անկախացմանը, այդ թվում նաև ֆինանսական տեսանկյունից։ Օրինակ, կան երկրներ, որտեղ դատական իշխանության բյուջեն ոչ թե որոշվում է ամեն տարի գործադիր իշխանության կողմից, այլ կազմում է օրենքով երկրի բյուջեի որոշակի տոկոսը, իսկ դա ամեն դեպքում զերծապահում հնարավոր ազդեցություն է։ Մենք կարծում ենք, որ պետք է անել ամեն քայլ, որպեսզի բացառվի ամբողջությամբ զանգովի արդարադատությունը, դատավորները լինեն ամբողջությամբ ազատ, անկաշկանդ, այդ թվում ունենան նաև բարձր սոցիալական երաշխիքներ, որպեսզի ցանկացած իրավաբան ձգտի իր մասնագիտական վերելքը առավելագույն տեսնել դատավորի պաշտոնում, այլ ոչ թե այսօրվա իրականության նման, երբ նույնիսկ դատավորներ ձեռք բերելու մասով լուրջ խնդիրներ են առաջանում, չեն ցանկանում դառնալ դատավոր։ Արտաքին քաղաքական առումով շատ մեծ խնդիրներ ենք տեսնում, բոլորս տեսնում ենք, որ աշխարհում կարծեք գծագրվում է նոր քարտեզ, եւ ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է քաղաքական ղեկավարություն ստանձնի այնպիսի ուժ, որը ունի բացառապես հայակենտրոն, հայամետ մոտեցումներ, իհարկե դաշնակցելով աշխարհի մակարդակով բոլոր խաղացող հզոր ուժերի հետ։ Տնտեսական բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում, մեր կուսակցության տնտեսագետ ֆինանսիստ անդամները այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են, մի քանի օր ժամանակ մեզ տրամադրելուց հետո ավելի համապարփակ մեր բոլոր պատկերացումներով ու ռեալ պատկերացումներով հանդես գանք։ Կուզենամ հատուկ շեշտել նաև դիմել բոլոր մեր հնարավոր այն հայրենակիցներին, ովքեր պատկերացնում են, որ իրավաբանական համայնքի միջոցով ձևավորված կուսակցության հետ կարելի է փորձել ճանապարհ անցնել, կխնդրենք համալրել մեր շարքերը, ակտիվորեն ներգրավել առաջիկա մեր ծրագրերի բուն կետերի վրա։